Երևանի Գյուրջյան փողոցն է հերթական անձրևից հետո։ Մինչև տանիքը ջրի տակ մնացած մեքենաներում արգելափակված քաղաքացիներին փրկարարներն են օգնության հասել։ Առաջին անգամը չէ, երբ մայրաքաղաքի բանուկ փողոցներում անձրևը պատուհաս է դառնում բնակիչների համար։ Յուրաքանչյուր անձրևից հետո համացանցը ողողվում է տարբեր վարչական շրջաններում նկարահանված տեսանյութերով։ Այ այնտեղ էր, ոնց որ լիճ կանգնածներ։ Երեք ահավոր վիճակ էր, ամբողջ երթևեկությունը կանգնած էր, անանցանելի էր ամբողջ ճանապարհը, չգիտեմ, մարդիկ շատ վատ վիճակի մեջ էին, նույնիսկ շենքից եկան օգնության, որ կարողանան մարդկանց ոնց որ ճանապարհը ազատեն։ Մարդիկ չէին կարողանում ոչ մեքենայից դուրս գային, ոչ շարժվեին առաջ։ Մենք 10 տարի արդեն 10 տարուց ավել բնակվում ենք շենքում եւ միշտ հիշում եմ, որ այսպես անանցանելի է, երբ որ անձրևներ են լինում, արդեն այսպիսի վիճակ է տիրում։ Ավտոները մինչև կեսօրշապ ջրի մեջ էր։ Հիմնական այն հատվածը էլի այն աշճաններից մի քիչ ցած են։ Այն մեքենան որ թեքվեց, այդտեղ եմ տեսել։ Մարդիկ այդ կողմով չեն գնում, շրջանցում են այդ դեպքում բանը։ Դրա ջրի միջով անցնում են էլի մի կերպ։ Տեսա որ արդեն սելավը լցվեց, ես ավտոն հետ քաշեցի, տարանդեր կայնեցի։ Անձրևից հետո այդպես լինում, այո, միշտ լինում։ Ես այսօր վախենում էի, որ սելավ կլինի, ես չկարողանամ հիվանդանոց գնալ, բայց փառք Աստծո, այսօր եղանակը լավ էր։ Գյուրջյան փողոցի բնակիչներն արդեն հստակ չեն էլ հիշում, քանի տարի է վախով են անձրևի ժամանակ տնից դուրս գալիս ու տուն վերադառնում։ Երևանի քաղաքապետը սակայն այսօր կարծես թե առաջին անգամ էր լսում փողոցում ստեղծված իրավիճակի մասին։ Կարող են հասկանալ Գյուրջանում ինչա կատարվում, ինչ խնդիր ունենք այնտեղ։ Պարոն քաղաքապետ, Գյուրջյան փողոցում այս գիշեր տեղացած անձրևների հետևանքով ջրի կուտակումը տեղի ունեցել, որի հիմնական պատճառը նա է, որ այդ հարակից տարածքում գտնվող այդ լանջերից հողի եւ քարի զանգված է բերել հերթական անգամ, այս արդեն կրկնվել է, բերում է այնց անձրևատար ընդունիչների վրա կուտակվում է, որից հետո ջրի կանգ առաջանում, այսինքն մասնագետային որ տեղում արդեն հայտնվում են, մաքրում են այդ ցանցերը, որից հետո արդեն ջուրը հեշտությամբ կլանվում է։ Հիմնական պատճառը եղել է քարերը եւ լանջերից եկած բերված հողը։ Քաղաքային իշխանություններն այնպես են մեկնաբանում, կարծես անձրևը մշտապես անակնկալ կերպով է տեղում ու աննախադեպ չափով։ Նորման այն է, որ մեկ ամսվա տեղումները կարող են մեկ օրում կամ երկու օրում գալ եւ այսպիսի դեպքեր ունենալու ենք, կոնկրետ տեղեր ունենք, որտեղ ունենք խնդիր եւ տեղային լուծումներ են պետք։ Հիմա տեսեք, ահա ցեխը, հեսա կանգնած ենք ցեխի մեջ, դրա հետևանքն է։ Մի հատ տրուբակ ցեք, ասա բրծեք էլի, ընդամենը ստեից ձոր։ Մեծ ինչքան դժվար բան է, մի քիչ առուտ փորեն, ջուրը անցկացնեն դեպի ձորը։ Չեն անում, ոչ մի բան չեն անում։ Հավաքանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանի գնահատմամբ պարբերաբար կրկնվող այս իրավիճակի առաջնային պատճառն այն է, որ քաղաքային իշխանությունը պատշաճ քայլեր չի ձեռնարկում ու անհրաժեշտ ներդրումներ չի կատարում ջրահեռացման ցանցերի կառուցման եւ մաքրման համար։ Ջրահեռացման եւ կոմունիկացիոն ցանցերի կառուցման կետով քաղաքային բյուջեով 24 թվականից տայի տարբերություն 24 թվականի 25 թվականին 1 միլիարդ դրամ պակաս գործ են արել իրանք 1 միլիարդ դրամ, այսինքն եթե 24 թվականին իրանք մոտավորապես 1 միլիարդ 250 միլիոնի չափ են արել, 25 թվականին որոշել են, որ ամեն ինչը թույն է, ամեն ինչը շատ լավ է ու ծախսել են մոտ 220-230 միլիոն դրամ։ Մանուկյանը պնդում է, ոչ միայն նոր ցանցեր չեն կառուցվել ջրահեռացման, այլև հներն են տարիներ շարունակ պատշաճ չեն մաքրվել։ Ասֆալտի փոշին, կեղտը, ծառերի այդ տերևները չորացած եկել լցվել են եւ այն բետոնից ավելի խիստ ձևով փակել են այդ կոյուղիները եւ սա խնդրեմա առաջացել։ Նույնիսկ տեսեք Գյուրջյան փողոցը 3 տարի այդ նույն խնդիրն է, իրենք պետք է գիտակցեն կամ նոր ջրահեռացման համակարգ կառուցեն կամ բարձրացնեն ասֆալտը մի պահ այդտեղ, որ ավտոմեքենաները չսուզվեն մեջ, հասկանում եք։ Շուտով պետք է լոդկա մենք առնենք, որ ման գան, կամ միգուցե իրանց վառ երևակայության մեջ իրանք ուզում են Երևանը Վենետիկի նման քաղաք կառուցել, բայց մեղք ենք էլի, չէ էլի, թող իրանք գնան, իրանց տենց հավաքվեն միտեղ, իրանք իրանց համար կառուցեն էդի։ Գործակարգավարական նիստին քաղաքային իշխանության ներկայացուցիչները հայտարարեցին, որ տեղային լուծումներ գտնելու ուղղությամբ արդեն աշխատում են։ Նախնական համաձայնության են եկել Վիոլաջուր ընկերության հետ անձրևընդունիչ ցանցերի քանակն ավելացնելու համար։ Իսկ կյանքի կկոչվեն արդյոք նախնական համաձայնությունները, թե խնդրահարույց թաղամասերի բնակիչները ստիպված կլինեն այլընտրանքային փոխադրամիջոցներով տուն վերադառնալ անձրևոտ օրերին, դեռևս պարզ չէ։ Մինչ քաղաքային իշխանությունները լուծումներ են փնտրում, ըստ հիդրոթերապևտաբանական կանխատեսումների առաջիկա օրերին առատ տեղումները կշարունակվեն։